Շաբաթը բանաձևի օրն է, բարի օր, առաջին ալիքի եթերում ռիալիթի հեռուստատեսության ոճով պատրաստված ականատես նախագիծն է, որտեղ իրադարձությունները փաստացի են, հերոսները իրական։ Այսօրվա թողարկումը մեր հերոսի շնորհիվ մի քիչ քրեական է ստացվել։ Խոսքը բնակարանային գողության մասին է, որ երբեմն ճակատագրական անդառնալի ավարտ է ունենում։ Իսկ մենք սովորության համաձայն ոչ միայն խոսում ենք, այլև ցույց տալիս։ Այսօր մենք ձեզ ցույց կտանք։ Այն համարվում է խաբեություն, որ կարող է վերածվել ավազակային հարձակման։ Տղան շատ կիրթ, ինտելիգենտ, տեսք ունեցել ու խափնվել է տատիկը հենց տղայի տեսքին։ Բնակարանային գողերն այսօր քողարկվում են որպես սոցաշխատողներ։ 10,000 մանետ փող է վերցրել, որ դեղ առնեն, դրելի մեջը հուստ եղեր, ոնց ալնում, բացանում տեսնում։ Ականատեսի իրական պատմությունը, երբ մի քանի րոպեում անհետացավ հերոսի 10,000 դրամը։ Հաստատ թուղթը բերելու համար տատիկը սենյակից սենյակ է գնում։ Գաղտնի նկարահանում վտանգավոր արտասովոր ու գաղտնի, որ իրականում դառնում է խիստ հաճախակի։ Տանեմ տամ начальникին, որ начальниքը քեզ փարոսի փող տա։ Տատիկը նրա կորուստն ու վախկոտ ավազակը։ Շատ հնարավոր է վնասեր տատիկի։ Լայն փակված դռներ։ Մեր այսօրվա ականատեսը բնակարանային գողությունների ու դրանցից տուժած մարդկանց մասին տեսեր ու լսեր էր միայն հեռուստացույցով, մինչդեռ այժմ դարձել է նաև դրա ականատեսը։ Մինչև նրա պատմությունը լսել է նախ այն մասին, թե ով է նա այսօրվա ականատեսը։ Ես գիտեմ, ես պետք է գնամ դասի։ Մնացածը միշտ անակնկալ է լինում։ Կանխատեսելի է նրա օրվա միայն մի մասը, ավելի ճիշտ առավոտյան 8:30-ից մինչև ժամը 14-ը։ Այդ ժամին արդեն պետք է համալսարանում լինի, դա անխախտ օրենք է։ Օրվա մնացած մասն անցկացնում է այնպես, ինչպես թելադրում է առավոտյան հնչող անսպասելի հեռախոսազանգը։ Ես փոքրուց դերազում եմ դառնամ բժիշկ։ Ու չգիտես ինչու եկա 10-րդ դասարանում որոշեցի դառնամ դերասան։ Ու հանկարծ ծանոթացա ռեժիսորի մասնագիտությանը ու զգացի, որ ես ուզում եմ դառնամ ռեժիսոր։ Վահեն ստացավ դիպլոմն ու հիմա մշտական աշխատանք է փնտրում, չնայած դիպլոմը ձեռքին է, դա հեշտ գործ չէ, իսկ այն մասին, թե ինչպես է ստացել վկայականը, խոսում է միայն նեղ շրջանակում։ Եթե 20 տոմս է եղել, ես պարապած եմ եղել 5-ը, պարտադիր քաշել եմ 5-ից 1-ն ինձ ընկել է։ Քանի աշխատանքի որոնման մեջ է միակ բնագավառը, որտեղ սփոփում է հեռուստառեժիսորի իր մղումը, գյուղի դպրոցն է, պատրվակը բանաստեղծի 40-ամյակին նվիրված հանդեսը։ Մինչև իպա դեռ եկան չի բերել, բայց հույսով եմ ապայման բերել։ Կներես, շատ լավ ես երկում, շատ լավ ձայն ունես։ Անկայուն իր բնավորությամբ Վահեին չբավարարեց մեկ դպրոցը, սովորեց մի անգամից երկուսում։ Հիմա էլ իր անունից է հոգնել, Վահեն փոխել, Վահե Սեյրան է դարձրել։ Ինչու չի բացատրում, ինքն էլ չգիտի թե ինչու կամ չի ցանկանում ասել, որ խորհրդավորությունն իրանցի շուրջ չկորչի։ Կլինեմ ես այն մարդը, որ մարդկանց կհետաքրքրի խի, այդ ժամանակ նոր կասնեմ խի, այդ թող մի փոքր գաղտնիք մնա։ Որ քո վրա ուշադրությունը գրավես։ Այ քիչիզ եմ։ Վահեն գյուղում հանդեսներ է կազմակերպում ու հայկական մարտաֆիլմում նկարահանվում։ Վահե Սեյրանի գլխապտույտ կարիերայի մասին դեռ միայն երազում է, այն առջևում է Վահենի Կողոսյան 23 տարեկան մեր ամենափոփոխական ականատեսը։ Անապատը գուցե ստեղծվել է, որ մարդ օազիս տեսնելիս ուրախանա, նույն տրամաբանությամբ կողպեկը ստեղծվել է, որ ոմանք այն բաց տեսնելիս ուրախանան։ Բնակարանային գողությունը շատացել է, իհարկե դա սոցիալական վատ վիճակի մասին է խոսում, սակայն ոչնչով չես կարող արդարացնել այն մարդուն, ով փորձում է թալանել տարեց, անօգնական ու միայնակ թոշակառուին։ Ականատեսը տեսել է, նկատել ու նկարել այս պատմությունը, որտեղ իրական հերոսը մի կին է, ով մինչև այս դեպքը դեռ հավատում էր անծանոթների անմեղության կանխավարկածին եւ նրանց առաջ դուռ բացում։